Բազմաթիվ հյուրեր, շնորհավորանքներ, իրեն հատուկ ջերմություն ու պայծառություն և անվանը բնորոշ արևային տրամադրություն։ Այսպիսի մթնոլորտում Տերյան 19 կոտորակ 32 հասցեում բացվեց նկարչուհի Արև Պետրոսյանի ցուցասրահը։ Այսպես արևային մայրաքաղաքի կենտրոնում արևային անկյուն է ուզում ստեղծել Արև Պետրոսյանը և հուսով է, որ կարճ ժամանակ անց այն արվեստների ու արվեստասերների հանդիպման ջերմանկյուն է դառնալու։ Որ այստեղ հանդիպում ենք այս հանճարեղ տաղանդավոր ընտանիքին և նրա անդամներին և այն գենը, որ ուժով վերարտադրվում է արդեն չման, որ երրորդ սերունդն է։ Վերջին տարիների այս տարբեր իմ ճամփորդությունները, արտերկրներում ճամփորդելը առավել եւս զգացնել տվեց, որ ես սիրում եմ իմ քաղաքը, այո, ես այսօր Երևանի սրտում եմ կամ Երևանն է իմ սրտում, չեմ կարող ասել, բայց սա իմ փոքրիկ նվերն է Երևան քաղաքին։ Փորձել եմ ջերմացնեմ տարածքը, փորձում եմ ջերմացնել շրջապատս եւ իրականում կարծում եմ իմ նկարչությունը, եթե սիրված է, կարծում եմ սիրված է, այն պատճառով, որ ջերմություն է բխում։ Արև Art Gallery-ում ցուցադրված են ոչ միայն Արև Պետրոսյանի, այլև նկարչուհու հոր, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի և եղբոր քանդակագործ Արեգ Պետրոսյանի աշխատանքները։ Ցուցասրահը բաց է լինելու տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների համար, ասում է նկարչուհին։ Ժամանակ առ ժամանակ այստեղ հանդես է գալու նաև Արևի ավագ եղբայրը դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Արվեստն է իմ կյանքը, գեղեցկությունը, սերս, ասում է Արև Պետրոսյանը։ Իր գործը սկսում է սիրով ու վերջացնում լռությամբ, ներշնչվում է հոգևորից, բնությունից ու տպավորություններից, փորձում է մարդկանց լույս ու էներգիա հաղորդել իր նկարչությամբ։ Արև Պետրոսյանը ստեղծագործում է օրգանական ապակու վրա ոսկով և արծաթով։ Նյութի ու ձևի փնտրտուքը նկարչուհուն հանգեցրել է թափանցիկության, նրա գործերում շատ են թափանցիկ նյութից ազատ տարածքները։ Այսպես է փորձում արտացոլման ու ներթափանցման զգացողություն առաջացնել։ Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն է, իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը, ասում է նկարչուհին։ Բոլոր սերունդները կրկնում են նախորդ սերունդների սխալը, քիչ արժևորելով, քիչ գնահատելով մեր ժամանակի արվեստագետներին։ Ուշադիր հետևել եմ Արևի ստեղծագործական առաջընթացին եւ կարծում եմ, որ Արևն էլ հենց այն արվեստագետներից է, որին պետք է իսկապես գնահատեն ժամանակակիցները, ոչ թե թողեն ժամանակի հույսին։ Արև Պետրոսյանի աշխատանքները կարելի է աշխարհի տարբեր ցուցասրահներում եւ նույնիսկ ոչ արվեստային տարածքներում տեսնել, ինչպես օրինակ Եվրախորհրդի շենքում։ Նկարչուհին Բենիկ Պետրոսյան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Վարպետի 75-ամյակին նվիրված շուտով Արև Art Gallery-ում բացվելու է նրա գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Մեկ այլ ցուցադրությամբ էլ ներկայացվելու են Բենիկ Պետրոսյանի մինչև այժմ չցուցադրված աշխատանքները։ Արև Պետրոսյանն էլ առաջիկայում պատրաստվում է Եղեռնի 100-ամյակին նվիրված իր գործերը ներկայացնել։ Լիլիթ Գրիգորյան, Արթուր Մանուչարյան, մշակութային ազդագիր։